Ողջույն իմ շատ սիրելի հեռուստադիտող, այս արևոտ օր ինձ հուշեց, թե ում հետ կարելի անցկացնել այսօրվա օրը, հետևեք ինձ և կիմանաք, թե ում մասին է խոսքը, իսկ ես իջտեմ դիմավորեմ իմ հյուրին։ Ահա և իմ հյուրը, ողջույն Լիլիթ։ Ողջույն։ Ինչպես ես։ Հրաշալի։ Տեսքդ հիասքանչ է։ Մերսի։ Մենք այսօր որոշել ենք օրվա առաջին կեսը սկսել զիարշավրանից, եթե դեմ չես։ Իհարկե դեմ չեմ, քանի որ քեզ հետ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, առաջին անգամվա համար լավ էր, լավ ստացվեց կարծում եմ, դեռ մեկ էլի նորից կգանք և կփորձենք սովորել, ինչ կասես։ Միանշանակ, կարևորը ես իմ վաղը ախտահարեցի, քիչ թե շատ, և կարևորը կարողանաս բացատրելուց արդեն հասկացա, որ դու ձիգ նստես, մեջքդ ուղիղ, ավելի կորացված, կուրծքդ առաջ, Առաջին անգամ։ Կրունկները դեպի ներքև, այո, քիչ թե շատ ինչ-որ բաներ յուրացրել եմ, բայց անչափ գեղեցիկ ձիեր են։ Շատ լավ էր, իմ դուրն էլ շատ եկավ, իսկ ինչ կասես, գնանք միտեղ ճաշելու։ Միանշանակ, քաղցած ենք։ Դե սիրելի հեռուստադիտողներ, հետևեք մեզ, մենք գնանք ճաշելու, որտեղ էլի կշարունակենք մեր զրույցը։ Գնացինք։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք գտնվում ենք Պիոներ բրազիլիական ռեստորանում։ Ճաշեցինք և հիմա կզրուցենք Լիլիթի ստեղծագործական բուռն կյանքից և ծանոթանալով հետաքրքիր նորություններին, ինչ է սպասվում և ապագայում ինչ նորություններ ունի Լիլիթը։ Ես ուզում եմ ասել, որ շնորհակալ եմ քեզ անչափ այսօրվա իմ օրը գեղեցկացնելու համար և դեռ տպավորված եմ և պատկերացում միանշանակ ճանապարհին, որ գալիս էի դեպի Ձիարշավարան, ես չգիտես ինչու մտածում էի, ինչպես ֆիլմերում կենդանին սիրահարվում է հերոսուհուն, ես մտածում էի, որ պիտի որձին սիրահարվեր և այդպես թողներ ամեն ինչ, ես էլ նստած իր վրա ու այդպես քաղաքով
վազելով ինձ տաներ, մի խոսքով չեղավ փառք Աստծո, ամեն ինչ նորմալ անցավ, շնորհակալություն գեղեցիկ ճաշի համար։ Եվ անցնեմ իմ հետագա պլաններին, որ 2014-ը ինձ համար բավականին բուռն աշխատանքային տարի էր։ Ունեցա 2 գեղեցիկ երգեր, 2 գեղեցիկ տեսահոլովակներ այդ երգերին համապատասխան եւ արդեն խոսք եմ տվել իմ հանդիսատեսին, որ 2015-ը էլ ավելի պիտի բուռն լինի, արդեն սկսում եմ 3-րդ տեսահոլովակիս աշխատանքները, էլի կերպարներ, էլի վարգույներ, գեղեցիկ հիթ։ Մի խոսքով, եթե ամեն ինչ ինչպես որ ես եմ պատկերացնում, այս տարի պիտի որ ես ունենամ 3 տեսահոլովակ, որից մեկի մասին չեմ ուզում ընդհանրապես խոսել, որովհետև հնարավոր է այդ մեկը չլինի, կբավարարվեմ 2-ով։ Իսկ դա Հայաստանում ես կազմակերպում, թե Հայաստանից դուրս 3-րդը։ Հայաստանում եմ կազմակերպում, որովհետև ինքը կապ ունի Հայաստանի հետ։ Այսինքն իրավունք չունեմ ուրիշ տեղ նկարել։ Մի խոսքով, տեսնենք ինչպես կլինի, ամեն դեպքում ամեն ինչ անում եմ, որ լավ լինի։ Լիլիթ, բացի այն, որ դու հանդիսատեսի հարգանքը սերը վայելում ես, այսինքն դու կասես աշխատանքի մեջ, օրինակ ես ինչն է աշխատանքը տա, այսինքն ինչ է տալիս աշխատանքը քեզ բացի այդ ամենից, երգը, սերը, հարգանքը, օրինակ ինչ ես դու զգում։ Ես առանց իմ աշխատանքի չեմ կարող, միայն այդ ինձ թվում է, որ ամեն ինչ ասում է, քանի որ 9 տարեկանից ես բեմի վրա եմ։ 9 տարեկանից ես երգում եմ եւ չեմ պատկերացնում իմ կյանքը առանց երգի։ Զոհաբերություններ շատ եմ արել, հենց հատկապես իմ անձնականը միշտ զոհել եմ հանուն իմ երգարվեստի, որի համար ես չեմ ափսոսում։ Կարծում եմ ամեն մարդ, եթե սիրում է իր մասնագիտությունը եւ անում է լավ, եթե սիրում է, ուրեմն լավ է անում ամեն ինչ։ Այդ դեպքում հաստատ ինքը անկեղծ է, հաստատ ունի իր սիրողները եւ հաստատ ինքն էլ միշտ բավարարված է լինում։ Իսկ չլիներ երգը, ինչ մասնագիտություն կընտրեիր։ Այդպես շատ է եղել, որ մտածել եմ մոդելային աշխարհը շատ եմ սիրել, դեռ փոքր տարիքից եւ մեր տանը միշտ ես ինչ որ շորիկներ, բաներ, որ կրում էի, ես սկսում էի քայլել, որը ինձ մոտ բավականին լավ էր ստացվում եւ բոլորը ասում էին, որ ոնց որ թե դու մոդել ես դառնալու։ Հետո արդեն թատերական արվեստը սկսեցի շատ սիրել եւ պատկերացնում էի, որ ես պիտի դառնամ դերասանուհի, այն էլ հայտնի եւ ոչ միայն Հայաստանի սահմաններով պիտի ես սահմանափակվեի, այլ ամբողջ աշխարհի մասշտաբով։ Այդ էլ անցավ։ Իսկ չես փորձել դերասանական ճյուղը շարունակես։ Չեմ փորձել, որովհետև արդեն երգարվեստի մեջ քիչ թե շատ կայացել էի եւ ինձ գտել էի դրա մեջ։ Եթե ինչ որ մի բան իմ կարծիքով այն չլիներ, միգուցե ինչ որ փորձեր անեի, բայց չեմ արել, մեր բակ առաջինում եմ։ Ես հիշում եմ մեր բակը, որ իմ կարծիքով ամենագեղեցիկն է եղել եւ հետաքրքիր եւ ծիծաղաշարժ։ Հետո արդեն եղավ եւս մեկ նկարահանում, որը կոչվում էր Քաղաքում, Արտուր Վարդանյանի էլի հումորային ինչ որ մի փոքրիկ ֆիլմ էր, որտեղ ես գլխավոր դերն էի ստանձնել։ Մի խոսքով դա էլ եղավ իմ երկրորդ դեպքը, բայց ցանկություն ունեմ հետագայում գեղարվեստական ֆիլմում, եթե ունենամ լավ առաջարկություն, չես հրաժարվի։ Իհարկե չեմ հրաժարվի, եթե լինի արհեստավարժ մարդկանց թիմ, ես տեսնեմ, որ իսկապես հաջողություն կունենա եւ որակով կլինի, ապա ես հաստատ այդ քայլին կդիմեմ։ Եվ այդ դերասանական այդ պահերն էլ անցան, դպրոցում սովորել եմ շատ լավ, շատ ընդունակ եմ եղել եւ ցանկությունս հետո եղավ այնպես, որ անպայման դիմեմ մանկավարժական ինստիտուտ, նախադպրոցական բաժինը եւ երազանք ունեի, որպեսզի ես ունենամ իմ սեփական մանկապարտեզը։
բայց ինքը պարզապես չլինի մանկապարտեզ, երեխաները գան, այնտեղ էլ ապրեն, այնտեղ էլ մնան եւ ով որ արվեստի որջուղում որ ընդունակություններ ունի, աշխատենք այդ ամենի վրա եւ տաղանդավոր մարդիկ պատրաստենք հետագայի համար լավ մասնագետներ դառնան։ Մի խոսքով, էդ էլ այդպես օդում մնաց եւ ամեն դեպքում երգը հաղթեց ամեն ինչին։ Երբեք ոչինչ ուշ չի, ես վստահ եմ որ քեզ մոտ կստացվի, Լիլիթ ջան։ Դե խոսեցինք ո ստեղծագործական կյանքից, այ օրինակ խոսենք Կարենչոյի, հա, Կարենչոյի լուսաշխարհ գալը ինչ տվեց քեզ։ Կարենչոն իմ ամեն ինչն է։ Այսպես ինքը կլինի շատ ծեծված արտահայտություն, բայց չեմ զլանում եւ չեմ համաչում, որ ծեծված արտահայտություն պիտի օգտագործեմ։ Ես ապրում եմ Կարենչոյի համար։ Իմ կյանքը իմաստավորվեց։ Չգիտեմ, ես զարմանում եմ եւ հունիսի 1-ին պիտի դառնա 6 տարեկան։ Միշտ եւ արդեն հաճախի դպրոց։ Այո, միշտ մայրիկիս ասում եմ, մամ, բա առանց Կարենչոյի ոնց ենք ապրել, առանց իրա ու ինքն էլ ուրիշ տեսակի երեխա է, դու ինքդ տեսել ես նրան, շփվող ուրիշ աշխարհի մարդ է ինքը, ամեն ինչով տարբերվում է բոլորից, շատ այսպես հետաքրքիր բաներ է անում եւ ինքն էլ ոնց որ թե այսպես չգիտեմ երկի, ինչի, բայց ամեն դեպքում արվեստի ճյուղ պիտի ընտրի, որովհետեւ լսողությունը շատ ուժեղ է, շատ ճաշակով է երաժշտության մեջ։ Մամայի ճառանգել է դա։ Այո, սիրուն պարում է։ Մի խոսքով, Կարենչոն իմ կյանքը չեմ կարող ասել փոխեց, պարզապես ինչ առումով փոխեց, որ եթե առաջ ես անընդհատ երբ նստում էինք, խոսում էինք, իմ ուղեղի մեջ անընդհատ իմ կյանքում եղած ինչ որ վիշտ բան, այդ ամեն ինչը շատ էր պատտվում, հիմա ես որ տուն եմ մտնում ու Կարենչոյին տեսնում եմ, ես ամեն ինչ մոռանում եմ։ Եղել է շրջագայության ժամանակ Կարենին քեզ հետ տանես։ Այսինքն ինքը մենակությունը ոնց է կարողանում դիմակայել քո բացակայությունը։ Կարենը ինքը այսպես հումորային միշտ իրեն ասում եմ կար, բայց դու ինչ դավաճան տղա ես, ում հետ դու իրան այսպես դնես, ինքը ծնունդով Միացյալ Նահանգների քաղաքացի է ու միշտ իրեն ես ամեն տարի ուղարկում եմ տարբեր մարդկանց հետ։ Ինքը սիրուն գնում է, ինքը ենթարկվում է այդ մարդկանց, ինքը շատ մարդամոտ է, շատ մարդասեր է, սիրում է տղաների, տղամարդկանց հետ ընկերություն անել եւ բախտս բերել է այդ հարցում, որ ես կարողանում եմ իրեն թողնել ցանկացած տեղ, ես հանգիստ իմ գործով զբաղվել, բայց երբևիցե չի եղել, որ իրեն ինձ հետ շրջագայության տանեմ, բայց իմ երեկոյան աշխատանքի վայրեր շատ հաճախ եմ տանում։ Իսկ հատկապես խնամքով ով է զբաղվում Կարենի։ Մայրս։ Ավելի շատ ինքը իմ մամայի տղան է, քան իմ տղան է։ Իսկ աշխատանքի բերումով ինչքան ես կարողանում տանը հասցնել։ Իդեպ ես տեղյակ եմ, դու համեղ պատրաստում ես։ Այո։ Եվ ոնց ես կարողանում համատեղել։ Ես պատկերացրեք, որ գործի բնույթով շատ չեմ կարողանում հիմա նրա համար կերակրատեսակներ պատրաստել տարբեր։ Մամաս է այդ ամեն ինչով զբաղվում ու ինքն էլ սովոր է, որ պիտի իր համար կերակուր դնի մայրս, պիտի իրեն քնացնի մայրս, արդեն դա դարձել է առօրյա մեզ համար սովորական ապրելակերպ, բայց կարոտում եմ եւ կուզենայի, որ շատ ծարաբեռնված չլինեի, ես նույնպես այդ հաճույքից օգտվեի։ Եվ կգա մի ժամանակ, որ Լիլիթը եւ Կարենը կլինեն քուր եղբայր։ Քանի որ երկուսն էլ չէ, ձեր մայրիկի խնամքի տակ են, այսպես կարելի ասել։ Այո, եւ նա ինձ միշտ հիշեցնում է իմ եղբորը, որ միշտ ասում էին առաջ ելույթից առաջ Լիլիթ եւ Կարեն Կարապետյաններ, ես երազում եմ այն պահին, որ կրկնվի ու էլի հայտարարեն Լիլիթ եւ Կարեն Կարապետյաններ, բայց այս դեպքում եղբորս հետ չեմ, որդուս հետ եմ։ Եվ ես անպայման կբերեմ դրան, որ այդ պահը ես ապրեմ։ Իրագործ, ես վստահ եմ, որ կլինի։ Լիլիթ ջան, եւս մեկ անգամ շնորհավորում եմ կանանց միամսեկի կապակցությամբ։ Քեզ մաղթում եմ միշտ կանանպես այսպես ծաղկես։ Շնորհակալ եմ, Անդի ջան։ Անչափ եւ
ես էլ ուզում եմ օգտվելով առիթից իմ խոսքը ուղղել բոլոր կանանց, մայրերին, քույրերին, իգական սեռին, ամենակարևորը թող որ նրանք միշտ լինեն առողջ, երջանիկ, ժպտերես, հաջողակ, ուրախ, բոլոր կանայք արժանի են ունենալ լավ ընտանիք, բոլորին մաղթում եմ եւ համբուրում եմ եւ այսպիսի մի բան եմ ինձ համար հայտնաբերել, քանի որ կնոջը միշտ համեմատում են գեղեցիկի հետ եւ ուզում եմ ասել, որ կինը կփրկի աշխարհը, ոչ թե կկործանի, այլ կփրկի։ Բոլոր կանանց համար շնորհավոր։ Լիլիթ ջան, այստեղ մենք ունենք հնարավորություն, եւ դու հեռուստադիտողին կարող ես նվիրել քո կատարումներից մեկը։ Ժամանակին, եթե ինձ ասեին, որ կարող եմ այսպես սիրել քեզ, մի անգամից ժպիտով կասեի անկարող եմ պատկերացնել ես, կգանի տակ արևոտ, առավոտ ու կզգամ, որ քեզ կարոտում եմ, ամեն անգամ տեսնելիս քեզ իմ սիրտը զարկում է, սիրահարի պես ինձ Ժպիտը խենթացնում է սիրելիս ու հիմա ես հասկանում եմ ու զգում եմ, որ ես քեզ սիրում եմ ինձ էլի, քո աչքերը խենթացնում են սիրելիս քեզանով ես հիանում եմ ու զգում եմ, թե ում եմ ես սիրում ամեն անգամ երբ դու Պատատվում ինձ գրկում ես, հողից պոկվում եմ, քո ամբույրից ես ազատ երկնքում սավառնում եմ, օդում ջահլում եմ, ու երևի վերևից մեզանով հիանում եմ, անմար աստղերը, սիրո քամին ինձ ու քեզ օրորում ու տանում է, ամպերից էլ վեր, ինձ էլի, քո ժպիտը Շնորհակալ եմ կատարման համար եւ հրավեր ընդունելու համար, Լիլիթ ջան։ Բելիս ծաղկի սրայց այս գեղեցիկ ծաղկի փունջը քեզ։ Մերսի անչափ։ Իսկ ձեզ սիրելի հեռուստադիտողներ, անհամբեր սպասում եմ հաջորդ շաբաթ։ Կհանդիպենք։